առաջին գնաք ընտրական տեղամասեր եւ գործեք հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Բայց շատ կարևոր է արձանագրել թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը չի կարող լինել ինքնանպատակ։ Իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Աբանին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցի Հայաստանի Ածը խոչընդոտում է ինձ։ Այսօր միջոց է, հենց մենք հարցեր ենք հնչեցնում, որոշում եք Հարգելի լրագրողներ, այսօր որևէ լրագրողի որևէ հարցին չեմ պատասխանում։ Ես ժամանակար ժամանակ անում եմ բրիֆինգներ, կլինեն բրիֆինգներ կպատասխանեմ բոլոր հարցերին։ Այդ մի հարցին պատասխանեք։ Զրո հարցի պատասխանել։ Սիրելի ավանցիներ, ողջունում եմ ձեզ բուրը ծապերով։ Որովհետև չունեք պատասխան։ Բուրը ծապերով ողջունում եմ ձեզ։ Չունեք պատասխան։ Ձեր բուրեն և բուրը ծապերով ողջունում եմ ձեզ։ Սիրուն չեր քո սրտը։ Շատ ենք, չէ՞։ Գլխականակով հա։ Ավարտվեց Փաշինյանի ուշացած հանդիպումը այստեղ Ավանում, նա նախանշված ժամից ահագին ուշացել էր, կատեգորիկ հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչպես է իրեն դրսևորել Արադ Միրզոյանը, Ծամոնը Բերանին դուք եք կտեսնեք տեսանյութերում, գոհ եք ավանցիներից կամ բերով է ավանցիներից։ Բերով։ Այո։ Ավանցիները իրար մեղադրում էին, ասում էին դու այստեղից ես։ Ես ընդամենը Ես չունեմ ավանցիներից գոհ ենք, ինչպես եւ Հայաստանի բոլոր բնակավայրերից։ Դուք կարող եք չարությամբ եք տանկալում կամ դրական չեք գնահատում։ Չարությամբ դուք եք տրամադրված ձեր մրցակիցների հանդեպ։ Ներողություն։ Ես բան եմ ասում, ինչ եք ընդհատում ինձ։ Ասեք։ Հայաստանի բոլոր բնակավայրերում են ողջունում են եւ աջակցում են կառավարության եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության խաղաղության օրակարգը, ժողովրդավարական գործընթացները եւ իհարկե անխոս աջակցում են նաեւ մեր ինքնիշխանությանը, բոլոր նրանց ում սրտով դա չի եւ այլ ապագա են նախատեսում Հայաստանի համար, թեև գուցե ոչ Հայաստանի Հանրապետություն տեսքով, մաղթում եմ, որ սիրտները լեն պահեն, մի քիչ ավելի շատ մտածեն, ավելի շատ վերլուծեն եւ ի վերջո Մի հարցեր ես տամ։ չի գալի թշնամաբար սեփական երկրի։ Այո, դուք ասում եք թշնամաբար, բայց դուք առաջինը ձեր մրցակիցների հանդեպ եք թշնամաբար վերաբերվում, որտեղ այն ելույթները, որոնցով Փաշինյանը հանդիպումներ է կազմակերպում, դրանք 80% իր մրցակիցների մասին են գռոշեք, կոպեկ եք, մանեթ եք, թույնը, որը թափվում է մեր բայց դուք կարող եք բարձր լինել, իդեպ ձեր թափած թույնին հաստատ չի կարող գերազանցել, ես ձեր թևին նկատի ունեմ, համենայն դեպս այն արտահայտությունները, որոնք երկրի վարչապետի շուրթերից են ընչում, հենց նոր նաև դուք լսեցիք եւ ես նկարեցի։ Կներեք, խուրդա, իդեպ հնարավոր է ձեր հետ էլ այդպես խոսում, եթե նա այդպես խոսում է քաղաքացիների հետ։ Սահմանները անցակ եւ անպակ։ Ոնց, այսինքն դուք կարող եք ձեր մրցակիցներին խուրդա ասել։
Դուք Դուք որպես ենթակա, օրինակ ինչ բարերով եք լսում իր հետ ժողովները։ Պատտեք ձեր քաղաքական տեքստ ասեք, եղեք քաղաքական գործիչ։ Հարցերը ձեզ դուք հարցեք տալիս, սպասեք պատասխանեմ։ Պարոն Միրզյան, անպայման է ձեզ դուք Պուլիմետի պես տրտտտ որանում Ես արագ եմ խոսում, իսկ դուք կալման պրոբլեմ ընդհանրապես շուտ։ Ուզում եք լսեք, իսկ ուզում եք կռվեք։ Հարցնում եմ, կարելի է ձեր մրցակիցների մասին խոսել այդ բառամթերքով։ Ի վերջո նրանք ՀՀ քաղաքացի են եւ այն 3 միլիոն վարչապետերից մեկը։ Ավարտեցիք, դե հիմա ուշադիր լսեք։ Բոլոր նրանք, ովքեր իրանց թույլ կտան, թույն թափեն, ապա տեղեկատվություն տարածեն, սրիկայաբար, պիտակավորեն վարչապետին եւ քաղաքական իշխանությունների որևէ ներկայացուցիչ, համարժեք պատասխանը կստանան։ Բոլոր նրանց, ովքեր ատում են Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի իրավունքը ինքնուրույն որոշել, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն տարբեր հարցերում հասնում են այդպիսի պիտակավորումներ։ Որևէ բան, որ լսում եք մեր քաղաքական թիմի կողմից, վստահ եղեք եւ որ Նրանք արձագանք են, այլ ոչ թե նախաձեռնություն։ Okay, դուք Ծառուկյանի ելույթները վստահաբար լսում եք։ Որը շատ դրական է, իմացա, որ նպաստել եք այդ մանկահեղափոխության դեպքի բացահայտմանը, քննարկմանը, կեցեք այդ։ Շնորհակալություն։ Ես մի հարց էլ ձեզ տամ էլի։ Ամեն դեպքում Ծառուկյանը օրինակ ասում է, ես չեմ իջնում Փաշինյանի մակարդակին եւ իսկապես նա երբեք վիրավորական բառեր չի ասել։ Տենց, հա։ Ձեզ ինձ եմ վախենում, շատ մեծ կարծիք եք ձեր մասին, Ալեն Սիմոնյան։ Ես Ես շներից եմ վախենում եւ գազազած կենդանիներից, պարոն Ալեն Սիմոնյան։ Ձեր շանը տենց կկանչեք։ Դու ես իմ թաղամասում եք, ես եմ որոշում, թե ինձ ոնց պահեմ։ Պարոն Միրզյան, օրինակ նույն Գագիկ Ծառուկյանը իրեն շատ կոռեկտ է դրսևորում եւ ասում է, ես չեմ իջնի իր մակարդակին եւ չեմ քննարկի նույնիսկ իր ասածները։ Բայց ինեն էլ դոդի գագո, էլ պրոռուս, չգիտեմ ինչ գրեհիկ ձևակերպման է, չգիտեմ նոր ինչ բառեր ասես։ Գրեհիկ է, հա։ Դա ամեն դեպքում մարդը հայ է ու ինձ թվում է ձեզ որ Սորոս են ասել, դուք էլ եք վիրավորվել, չէ՞ դրանից։ Դա էշությունն էր, որովհետեւ ես Սորոս չէի, իմ ընկերները Սորոս չէին։ Հիմա պետական դավաճանության մեջ է մեղադրվում օրինակ Թևանյանը, սա չի նշանակում, որ դուք ըստ էության թշնամանքի մեջ մեղադրեցիք Ռուսաստանին։ Նույնիսկ մի քիչ հեռու պա եկել այդ գլազովկի էֆեկտով նկարում եք։ Դուք շատ սիրուն եք երևում, ինչի եք մտածում։ Լավ է որ դες ճաշակում։ Հիմա լսեք ինչ եմ ասում։ Նույնիսկ ամենաբարեկամ երկրի համար լրտեսություն անելը լրտեսություն է, կապ չունի այդպես բարեկամ թշնամի երկիր չկա։ Եթե երրորդ երկրի քո երկրի գաղտնի տեղեկատվությունը գալիս է, դա եկավ որ գաղտնի տեղեկատվություն է։ Այդուհանդերձ ինքը այդ պետության հանդեպ վերաբերմունք որոշակի ձևավոր է, չէ՞։ Այս ճանապարհը ընտրած։ Ես քայլում եմ եւ ես կարծում եմ ձեզ այսպես հազվագյուտ տեսնել եւ հարցերի պատասխաններ ստանալ։ Շատ վատ կարծիք եք իմ մասին։ Ոյ ավելի վատ իրականում անցած ասած։ Դուք փաստորեն չունեք այդ պատասխանը, Ռուսաստանին գրգռելու եք այդ առումով եւ տնտեսական պատերազմի հրահրելու եք, պատրաստ եք դրան թե ոչ։ Ես ավարտեցի ձեր հետ։ Դուք պատրաստ եք տնտեսական պատերազմների։ Իրականում որևէ մեկի ես Հայաստանի Հանրապետության պետական շահերի։ Այդպես չի զգացվում։ Դուք մի խոսքով չունեք պատասխան։ Չունեք պատասխան։